Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները պարբերաբար եւ հանդիպում են եւ հեռախոսով խոսում եւ տարբեր համաժողովների ժամանակ հանդիպում, բայց Վլադիմիր Պուտինն ասում է միշտ էլ քննարկելու նյութ կա, մանավանդ որ երկու երկրները ԵՏՄ եւ ՀԱՊԿ անդամներ ու ջերմ գործընկերներ են։ Приятно, что Россия остается ведущим торгово-экономическим партнером Армении. Հաճելի է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերը։ Համեմատած 2013 թվականի հետ անցած տարի զգալիորեն աճել է մեր ապրանքաշրջանառությունը, բայց ցավոք ընթացիկ տարվա առաջին կիսամյակում տեղի ունեցել փոփոխություն դեպի նվազում։ Մենք այսօր այդ մասին եւս կխոսենք։ Այդտեղ կան որոշակի նրբություններ, որոնց ես դեռ չունեմ պատասխաններ։ Մենք պատրաստ ենք ձեզ հետ քննարկել այդ հարցերը։ Երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ եւ բազմակողմ ձևաչափերով հայ-ռուսական գործակցությանն առնչվող տարբեր հարցեր, այդ թվում միջազգային եւ տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ եւ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին։ Владимир Ильич, хотел бы поблагодарить Россию, вас за ваши усилия по поиску пути решения Карабахского конфликта. Վլադիմիր Վլադիմիրի կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանին, անձամբ ձեզ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման ուղղությամբ ջանքերի համար։ Վերջին երկու շաբաթներին սահմանում շատ լարված է։ Ադրբեջանական կողմը բացի խոշոր տրամաչափի հրազենից կիրառում է հրետանային զենք։ Իհարկե մենք ստիպված ենք պատասխան տալ։ Ես դրա մասին ավելի մանրամասն կխոսեմ Դուշանբեում, ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ։ Նախագահ Պուտինի հետ վերջին մի քանի հանդիպումներից հետո մինչև այսօր ընկած ժամանակահատվածում Հայաստանի համար որոշ կարևոր հարցեր լուծվել են, ասել է Սերժ Սարգսյանը եւ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահին Պերմյակովի քրեական գործը հայկական արդարադատությանը հանձնելու համար։ Сегодня подписали соглашение с Министерством энергетики. Այսօր էներգետիկայի նախարարության հետ համաձայնագիր ստորագրեցինք, որը թույլ կտա գազի գինը 25 ԱՄՆ դոլարով նվազեցնել, հասցնելով մինչև 165 դոլարի։ Ստորագրվել է Հայաստանին 200 միլիոն ԱՄՆ արտոնյալ վարկ տրամադրելու համաձայնագիր, եւ դա թույլ կտա թարմացնել հայկական զինված ուժերի զինանոցը։ Ստորագրվել է համաձայնագիր, արդեն ուժի մեջ է մտել, եւ հայկական ատոմակայանում սկսվել են արդիականացման աշխատանքները։ Նախագահ Սարգսյանի խոսքով ԵՏՄ-ում դեռ շատ աշխատանք է սպասվում, որպեսզի այդ ինտեգրացիոն միավորման բովանդակությունը հագեցվի մեր ժողովրդի համար զգալի գործերով։ Мы, конечно, готовы к такой работе, мы заинтересованы в скорейшем воплощении в жизнь. Մենք իհարկե պատրաստ ենք նման աշխատանքի եւ շահագրգռված ենք ապրանքի, կապիտալի, ծառայությունների ու աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքների հնարավորինս արագ կյանքի կոչման գործում։ Մեզ համար դա իհարկե շատ կարեւոր է եւ այս համատեքստում Վլադիմիր Վլադիմիրի իհարկե Հայաստանի համար առանցքային է մնում էներգակիրների սակագնի հարցը։ Այս ճգնաժամային իրավիճակում արտարժույթի կուրսի տատանումները պարզապես շատ բացասական են անդրադառնում սակագների վրա եւ ես լիահույս եմ, որ մենք նոր լուծումներ կգտնենք, լավ լուծումներ։ Սերժ Սարգսյանն ընդգծել է նաև, որ շատ դինամիկ զարգանում են հումանիտար ոլորտի հայ-ռուսական հարաբերությունները։ Երևանում վերջերս բացվել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը։ Շուտով իր գործունեությունը կսկսի ռուսական գիմնազիան եւ Երևանում կանցկացվի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովը։ Ահարոն Հայրապետյան, Էպիկենտրոն։